Այսօր 26-ն է, նոյեմբերի 2025 թվական։ Մենք ապրում ենք աշխարհի վերջին օրերի վերջին ժամերում։ Սակայն շատ ցավալի է, որ մարդկության մեծամասնությունը չգիտի այդ ճշմարտությունը եւ չի պատկերացնում, թե ինչ ժամանակում է ինքը ապրում։ Շատ քչերն են, հենց քրիստոնյաների մեջ շատ քչերն են, որ իրոք պատկանում են Աստծուն, իրոք պատկանում են Հիսուս Քրիստոսին եւ գիտեն, որ Հիսուս Քրիստոսը, մեր Տերը, մեր Փրկիչը, գալիս է մեր հետևից շուտով։ Եվ այդ շուտովը տարիների մասին չի խոսքը, եւ այդ շուտովը վերջին րոպեների մասին է մինչ հափշտակություն, այսինքն որպեսզի կարողանանք ասել, թե ինչքան քիչ է մնացել, մենք կարող ենք ասել, որ վերջին օրերի վերջին րոպեներն են մնացել։ Ուրեմն, վերջին տարիներին շատ մեծ տարածում եւ ազդեցություն է գտել այս ուսմունքները, սատանայի հետևյալ ուսմունքները։ Ուրեմն, channeling, այսինքն մարդիկ, ովքեր կարողանում են կապ հաստատել իբր ճակերտավոր այլ ցիվիլիզացիաների հետ, բարձր ցիվիլիզացիաների հետ, այսինքն իբր այլ մոլորակայինների հետ։ Ուզում եմ ասել, որ այլ մոլորակայիններ գոյություն չունի, դրանք բոլորը դիվական էություններն են, սատանայի դևերն են, եւ հենց այդ ուսմունքները տարածողները, իբր վարպետները, իբր ուսուցիչները, չենելերները իրենց համարում են լույսի ուսուցիչներ եւ միշտ խոսում են լույսից, բարձրից, վեհությունից, կատարյալից, այսինքն իրենք իրենց եւ իրենց տված ինֆորմացիան ներկայացնում են որպես աստվածային լուսավոր ուժերի տված ինֆորմացիա։ Նաեւ շատ են այն մարդիկ, ովքեր այն կեղծ ուսուցիչները, ովքեր մարդկանց տանում են դեպի բուդդիզմ, կրիշնայիզմ, հինդուիզմ եւ այլն, որտեղ որ մարդկանց սովորեցնում են իբր երրորդ աչքի մասին, բարձր վիբրացիաների մասին, այդ ամենը նույնպես դիվական ազդեցություն եւ ներգործությունն է մարդու վրա, այդ ամենը սատանայից է, ես փորձում եմ կարճ մակերեսային ասել ուղակի։ Եվ շատերը իբր քվանտային անցման մասին են խոսում, մարդկանց ստելով, խաբելով, որ շուտով երկրագունդը եւ ողջ տիեզերքը քվանտային անցման փուլի մեջ է մտնում եւ մարդկանց մեծ մասը ունենալով ցածր վիբրացիաներ, իբր այս ամենը սուտ է, նրանք ուղղակի լցնում են մարդկանց գլուխը դրանով, խոսում են երկրագնդի վիբրացիաներից, տիեզերքի եւ մարդու եւ մարդկանց խաբում են ասելով, որ ովքեր որ չունեն բարձր վիբրացիաներ, նրանք բոլորը դուրս կմղվեն, այսինքն կմահանան։ Շատ մեծ տարածում է գտել ողջ աշխարհում, քանի որ կա ինտերնետը, գոյություն ունի ինտերնետը, աստղագուշակությունը, տարոյով գուշակություն, աստղերի միջոցով գուշակություն, թվերի միջոցով, որը որ շատ ընդունված է, եւ թվերի միջոցով գուշակությունը իբրև թվերով հաշվելը եւ մարդու ապագան նրան ասելը, այդ ամենը շատ մեծ կիրառություն պահանջ ունի եւ շատ մեծ գումարների հետ են մարդիկ շփվում, մեծ գումարների մասին է խոսքը, նրանք ովքեր զբաղվում են դրանով շատ մեծ գումարներ են աշխատում, որովհետեւ նրանց տված ինֆորմացիայից օգտվում են շատ հարուստ եւ հայտնի մարդիկ, այդ թվային, աստղային եւ տարոների, տարոքարտերի միջոցով տված ինֆորմացիաներին։ Այդ ամենը տալիս են սատանայի դիվական էությունները, այդ բոլոր ինֆորմացիաները մարդուն տալիս են սատանայի դիվական էությունները։ Հիմա ինչու եմ ես այս ամենը ասում։ Սա դեռ մի շատ փոքրիկ մասն է սատանայի ուսմունքների, մի փոքրիկ մասը ընդհանրապես աշխարհում։ Եվ ցավը ինչումն է, որ երկրագնդի մարդկության մեծ մասը հավատում է այդ ամենին եւ հավատում են նաեւ շատերը այլ մոլորակայիներին, որ շուտով այլ մոլորակայինները կգան եւ այլն, շատերը մեծ ուրախությամբ սպասում են այլ մոլորակայիներին, բայց իրականությունը նրանումն է, որ Հիսուս Քրիստոսը գալիս է իր զավակների հետևից եւ նա երկրի վրայից կվերցնի, կտանի իր զավակներին եւ ողջ աշխարհը կխաբվի, ողջ աշխարհին հակաքրիստոսի իշխանությունը կխաբի ու կասի, որ
այլմոլորակայինները եկան ու տարան մարդկանց։ Այսինքն իրականությունը, թե ինչ է տեղի ունենալու, չեն պատկերացնում մարդիկ։ Մի մասը մտածում է, որ այլմոլորակայինները կտանի, մի մասը մտածում է, որ բարձր վիբրացիաներ եղան եւ երկրագունդը իր վիբրացիաներով փոխվեց եւ ուղղակի նրանք, ովքեր որ ցածր վիբրացիաներ ունեին, կամ մահացան, կամ ինչպես կեղծ ուսուցիչներն են ասում, նրանք դուրս շպրտվեցին, դուրս մղվեցին երկրի մթնոլորտից, դուրս շպրտվեցին։ Եվ շատերը կհավատան դրան, կմտածեն, որ օй ցածր վիբրացիաներով մարդիկ դուրս շպրտվեցին, ցածր վիբրացիաներով մարդիկ մահացան, իսկ մենք բարձրագույններս, վեհագույններս, բարձր եւ լուսավոր էներգիա ունեցողներս մնացինք։ Եվ այդ կեղծիքի մեջ մարդիկ կապրեն ու կընդունեն հակաքրիստոսին, կընդունեն նրա նշանը եւ վերջնականապես կդառնան սատանայինը։ Եվ շատ քրիստոնյաներ, որ հիմա լսում են, որ Հիսուս Քրիստոսը գալիս է իր զավակների հետևից, սակայն թերահավատ են կամ չեն էլ հավատում, որ գալիս է Հիսուս Քրիստոսը, հափշտակությունից հետո նրանցից շատերը իհարկե կհավատան, որ Տեր Հիսուս Քրիստոսը եկավ եւ տարավ իր զավակներին, նաեւ նրանցից շատերը հենց իրենք կփորձեն մյուսներին արթնացնել, ճշմարտությունը պատմել, որպեսզի մյուսները չդառնան սատանայինը։ Ես հուսով եմ, որ հիմա ինձ կլսեն մարդիկ, ովքեր երբեք չեն լսել այս թեմաները, եւ ուզում եմ ասել նորից Տեր Հիսուս Քրիստոսը ինչպես որ Աստվածաշնչում գրված է, ինչպես որ նա խոստացել է, նա գալու է եւ մեզ տանելու է իր թագավորություն։ Եվ այդ ժամանակահատվածը, որը տևելու է 7 տարի, երկրի վրա լինելու է վշտի տարիներ, ինչ որ ես հիմա խոսում եմ, Աստվածաշնչում գրված է, ուղղակի ես շատ կարճ եւ պարզ հասարակ կերպով ասում եմ, որպեսզի լսողը միանգամից մոտավորապես հասկանա եւ սկսի փնտրել, սկսի աղոթքով հարցնել Տիրոջը։ Ուրեմն վշտի տարիներ կլինեն եւ հակաքրիստոսը, որը հիմա պատրաստ է եւ շատ շուտով կնստի իշխանության, կգա որպես աշխարհի իշխան, աշխարհի տեր, աշխարհի թագավոր եւ որպես Աստված նա գալու է եւ իրեն Աստծո տեղն է դնելու, որովհետեւ սատանայի հազարամյակների երազանքը դա է լինել Աստված, լինել Աստծո տեղում։ Եվ 7 տարի հակաքրիստոսը կիշխի, սկզբում նա կգա որպես փրկիչ, իրեն ներկայացնելով փրկիչը աշխարհի, բայց մենք գիտենք, որ մեր փրկիչը Տեր Հիսուս Քրիստոսն է, Հայր Աստծո որդին, ինքն էլ Աստված, ով 2000 տարի առաջ արդեն եկել է եւ իր արյամբ փրկություն է տվել, պարգևել մարդկությանը, հավիտենական կյանք է պարգևել մարդկությանը։ Հիմա դա մենք գիտենք, դա մենք ենք ընդունել, բայց մարդկանց մեծամասնությունը աշխարհի իրենց համար տարբեր աստվածներ ունեն եւ այդպես էլ չեն ճանաչել իրենց փրկչին։ Ու հակաքրիստոսը ները, սատանայի որդին մարդու մարմնում, սատանայի որդին մարդու մարմնում կգա որպես փրկիչ, իրեն կնմանեցնի Հիսուս Քրիստոսին, քանի որ սատանան հավերժ մրցակցության մեջ է Աստծո հետ։ Ոչ ոք չի կարող մրցակցել Աստծո հետ, բայց սատանայի նպատակը դա է։ Նա ժամանակին, երբ դեռ հրեշտակ էր երկնքում Աստծո կողքին, որոշեց, մտածեց, որ այդ ինչով եմ ես պակաս Աստծուց, եւ նա նախանձեց Աստծուն եւ որոշեց, որ ինքն էլ կարող էր Աստծո փոխարեն լինել, այդ ինչով է պակաս Աստծուց, ինչու պետք է ենթարկվի, խոնարհվի։ Հենց այդ հպարտությունը, գոռոզությունը եւ նախանձը պատճառ դարձան նրա սրտի չարությանը եւ Աստված նրան դուրս շպրտեց իր արքայությունից եւ մինչեւ հիմա սատանան նույն այդ մրցակցության մեջ է եւ նրա երազանքների տարիներն են լինելու այս 7 տարին, հազարամյակներով երազած 7 տարին, որովհետեւ Աստված թույլ է տալիս, իշխանություն է տալիս սատանային 7 տարի իշխել երկրագնդի վրա։ Եվ սատանայի որդին հակաքրիստոսը սկզբում կգա Հիսուս Քրիստոսի պես իբր նորից մրցակցություն որպես փրկիչ, նա կանի հրաշքներ, նա կձևանա ամենաբարին, հակաքրիստոսը իր նշանը կդնի մարդկանց աջ ձեռքին եւ ճակատին եւ դրանից հետո այդ նշանը ընդունելուց հետո մարդու դնթն կփոխվի եւ այլևս երբեք մարդը չի կարողանա փրկություն գտնել։ Երբ մարդու դնթն փոխվի, կդառնա սատանայինը եւ մարդը կդառնա առանց զգացմունքների, առանց էմոցիաների, առանց մարդկային զգացմունքային սրտի հոգու այդ ամենի, որովհետև
Աստված չի լինի այլևս նրանց մեջ, որովհետև նրանք կպատկանեն սատանային։ Սատանային պատկանելով մարդը դառնալու է այդպիսին ոչ մարդ, արդեն ոչ մարդ։ Բացի այդ, երբ նշանը դրվի, դա հենց Իլոն Մասկի ստեղծած այս Neuralink-ով ստեղծված չիպերն են լինելու, միկրոչիպեր ինչ-որ, որոնք կներդրվեն մաշկի տակ եւ դրանց միջոցով այսպես թե այնպես մարդիկ կկառավարվեն ոչ միայն հակաքրիստոսի իշխանությունը, կառավարությունը, նրա համակարգը ողջ, ոչ միայն կհետևի մարդկանց շարժին, մարդկանց արածներին, թե ուր գնաց, որ ժամին որ խանութ մտավ, որ բանկ մտավ, որ հիվանդանոց մտավ, որտեղով քայլեց, ինչքան գումար ծախսեց, որովհետև այդ չիպի մեջ լինելու են մարդկանց գումարները, մարդկանց անձնագիրը, մարդկանց բոլոր տվյալները, ամեն ինչ այդ նշանի մեջ է լինելու եւ հակաքրիստոսի համակարգը ողջ կառավարությունը ղեկավարելու է, կառավարելու է մարդու ամեն քայլը։ Բացի դրանից, այդ չիպի միջոցով կառավարելու են նաև մարդու էմոցիաները եւ մարդուն հասցնելու են նրան, որ կիսամարդ է դառնալու եւ մարդու մտքերն ու մտածմունքներն են կառավարելու, մարդուն դարձնելու են կիսամարդ, կիսառոբոտ։ Այսինքն խեղաթյուրելու են Աստծո ստեղծածը մարդուն, որպեսզի ստացվի, որ այդ մարդը ստեղծված է արդեն սատանայի կողմից։ Սատանան ամեն կերպ փորձելու է իրեն Աստծո տեղ դնել, այսինքն Աստված է միակ արարիչ ստեղծիչը, բայց նույնիսկ այդտեղ նա փորձելու է խեղաթյուրել մարդուն, դարձնել կիսամարդ, կիսառոբոտ, որպեսզի իր արարումը ինքը տեսնի մարդու մեջ։